Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը։ Մեր այսօրվա հաղորդման ֆորմատը սովորական չէ։ Մենք այս հաղորդումը տեսագրել ենք ուրբաթ օրը ամերիկյան դեսպանատանը, երբ Հայաստան էր եկել բարձրաստիճան դիվանագետը, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը։ Այդ դիվանագետի պարտականությունների մեջ են մտնում Արևելյան Եվրոպայում եւ Միջին Ասիայում մարդու իրավունքների խնդիրները, եւ բնականաբար հենց այդ ոլորտից ենք մենք հարցեր տվել նրան։ Իմ զրուցակիցն է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան։ Շնորհակալություն, պարոն Մելիան։ Թույլ տվեք ընդհանուր հարցից սկսել, որոնք են մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, որոնք գոյություն ունեն այս տարածաշրջանում եւ ընդհանրապես հետխորհրդային երկրներում։ Well, that could be a long discussion. Այս թեմայով իհարկե կարող ենք երկար խոսել, սակայն նշեմ, թե որոնք են այդ հիմնական խնդիրները, որոնք հետխորհրդային երկրներում կարծես խորհրդային ժամանակահատվածի որպես ժառանգություն մնացել են, բացակայում է անկախ դատական համակարգը, արդարադատության լավ ձևավորված ավանդույթների բացակայությունը եւ նաեւ իրական քաղաքական մրցակցության բացակայությունը, որը ոչ միայն ընտրողներին է դրկում ընտրություն կատարելու հնարավորությունից, այլ նաև դժվար է դարձնում կառավարումը, քանի որ ժամանակ առ ժամանակ ընտրողները պետք է կարողանան իրենց մասնակցությամբ ընտրել մրցակիցներից մեկին։ Այսքան է միայն այս երկու խնդիրներն են մասնավորապես Հայաստանին վերաբերում։ Well, these central issues of դատական անկախության բացակայությունը եւ նաեւ քաղաքական մրցակցության բացակայությունը կարող են հանգեցնել նաեւ այլ երևույթների, որոնց մենք տեսնում ենք Հայաստանում, օրինակ քաղաքական մրցակցության բացակայությունը հանգեցնում է նրան, որ քաղաքացիները կորցնում են վստահությունը կառավարությանը հաշվետու դարձնելու, հաշվետվողականություն կառավարությունից պահանջելու հարցում։ Դատական անկախության բացակայությունը կարող է հանգեցնել կոռուպցիայի, եթե օրինակ ձեռնարկությունները, ընկերությունները չեն կարող դատարանում գտնել արդարադատություն, ապա նրանց հետաքրքրությունը քիչ կլինի նույն անհատների, նրանք նևս անհրաժեշտ է որպեսզի կարողանան դատարանի միջոցով հասնել արդարության կապված իրենց աշխատանքի կամ տանը տեղի ունեցած դեպքերի հետ կապված կամ այս երևույթները, այս երկու երևույթը դատական անկախության բացակայությունն ու քաղաքական մրցակցության բացակայությունը հանգեցնում են նաև այլ երևույթների կամ մեկ այլ օրինակ փորձենք նշել զինված ուժերում բռնությունների չարաշահումների դեպքերը, արդարությունը եւ հաշվետվողականությունը չի ապահովում, սրանք կարող են այսպիսի դրսևորումներ լինել եւ կարող են այս դրսևորումները մնալ անպատիժ եւ նույնիսկ չհետաքննվել։ Մենք խոսում ենք իհարկե շատ կարևոր խնդիրների մասին, բայց եթե մենք ձեզ հետ միասին դուրս գանք փողոց եւ հարցնենք մեր քաղաքացիներին, թե որ խնդիրներն են նրանց հուզում, նրանք կխոսեն սոցիալական իրավունքների մասին, այսինքն նրանք կխոսեն իրենց աշխատավարձի, իրենց թոշակի մասին։ Արդյոք դա էլ է մտնում մարդու իրավունքների համակարգի մեջ։ The fundamental freedoms, the fundamental Հիմնարար ազատությունները մարդու քաղաքացիական եւ քաղաքական ազատությունները անհրաժեշտ են, որպեսզի նաեւ մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքների կայացումը ապահովի։ Այդ իրավունքների արկայության պարագայում, օրինակ աշխատողները հնարավորություն կունենան գործատուների հետ հակարկել իրենց աշխատավարձի չափը, կազմավորվել, աշխատավորական խմբեր ստեղծել, սակայն այդ իրավունքների բացակայության պատճառով դա կարող է հանգեցնել որ վարձատրությունը լինի ցածր եւ նրանց սոցիալական իրավունքները, աշխատանքային պայմանները ոչ այնքան բարենպաստ։ Խոսքի ազատությունը կարևորագույն իրավունքներից մեկն է հանդիսանում եւ այդ իրավունքի ապահովման պարագայում նաեւ կարողանում են մամուլը իր ազատ գործունեությունը ծավալել, հետաքննող լրագրողներն են իրենց աշխատանքը կատարում եւ խնդիրները, որ կան օրինակ ասենք հիվանդանոցներում, մանկատներում եւ այլուր, այդ խնդիրները լուծում չեն ստանա այնքան ժամանակ, քանի դեռ այդ հարցը չի բարձրաձայնվել եւ խոսքի ազատության եւ մամուլի ազատության պարագայում հնարավոր է այդ խնդիրները բարձրաձայնել, քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրել եւ լուծումներ ակնկալել այդ հարցերով։ Ես ուղղակի պատկերացրեցի, որ դուք ասացիք, որ վարձու աշխատողը գործատուի հետ բանակցում է աշխատավարձը բարձրացնելու համար, ես պատկերացնում եմ, թե Հայաստանում ինչ կասի գործատուն։ Դուրը չի գալիս այդ աշխատանքը, հաջողություն։ Դա առավել ժողովրդավարական գործընթացները կարող են օգնել, որպեսզի այս խնդիրը կարգավորվի, դա պրոբլեմ է։
Դուք արդեն հիշատակեցիք այդ խնդիրը, որ մասնավորապես ընդդիմությանը միշտ հուզում է այդ հարցը, որ Հայաստանում պետք է արդար ընտրություններ անցկացվեն եւ ձևավորվի լեգիտիմ իշխանություն։ Այդ խնդիրը արդյոք ամենակարևորն է Հայաստանի քաղաքացիների համար, ընդհանրապես համաշխարհային հանրության համար, թե այնուամենայնիվ կան ավելի կարևոր խնդիրներ, չգիտեմ, փոքրամասնությունների պաշտպանությունը եւ այլն։ Well, electoral processes. Ներկայումս ընտրական գործընթացները մեր ուշադրության կենտրոնում են, քանի որ փետրվարի կեսերին Հայաստանում սպասվում են նախագահական ընտրություններ եւ այդ ընտրությունները հնարավորություն են տալիս, հնարավորություն են բացում արագացնել ժողովրդավարական գործընթացները եւ հնարավորություն է, որպեսզի լինի բաց բանավեճ եւ ապահովի սահմանված պահանջների, կանոնների ապահովումը, որպեսզի մարդիկ կարողանան գնան եւ քվեարկեն եւ հաշվվեն այն քվեները, այն մարդկանց կողմից, որոնք իրենց քվեն տվել է, այդ քվեները ճիշտ հաշվարկվեն եւ այս կերպ այս ընտրությունները կօգնեն մեծացնել հասարակության վստահությունը ու նաեւ միջազգային հանրության վստահությունը եւ պետք է ասեմ, որ այս պահին միջազգային հանրության շրջանում անվստահություն կա, կան թերություններ ժողովրդավարական գործընթացներում եւ դա կասեցնում է ներդրումների, առևտրի, ծավալների ընդլայնումը։ Կարող եմ ուղիղ հարցնել դες։ Հայաստանում կան քաղաքբանտարկյաններ դեր կարծիքով։ There are a number of cases over the Մի last քանի 2 years դեպքեր այդ դեպքերով քրեական հետապնդման դատապարտումների իրականացման ընթացքը վերջին տարիների ընթացքում տպավորություն էր ստեղծվում, որ օրենքի ընտրովի կիրառման քաղաքական շարժառիթների հետ մենք առնչություն ունենք եւ եթե օրենքը կիրառվում է որոշակի մարդկանց նկատմամբ, եթե զանցանքը գործվում է մի քանիսի կողմից, սակայն դա կիրառվում է միայն այն անձանց նկատմամբ, ովքեր առնչություն ունեն քաղաքական ընդդիմության հետ, դա խոսում է քաղաքական շարժառիթների մասին եւ ես սկզբում անդրադարձա անկախ դատական համակարգի արկայությանը եւ իրոք անհրաժեշտ է այդ համակարգի անկախությունը եւ նաեւ արդարացի հետաքննությունների անցկացումը, դա կարեւոր խնդիր է Հայաստանի համբավի եւ ընդհանուր զարգացման համար ժողովրդավարության։ Որոշ փորձագետներ պնդում են, որ վերջին 2-3 տարում Հայաստանում որոշակի առաջընթաց է նկատվել խոսքի ազատության եւ ցույցերի խաղաղ ցույցերի ազատության հարցում։ Դուք կիսում եք այդ քիչ թե շատ լավատեսական մոտեցումը։ Well, I heard from some Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներից լսել եմ, որ ավելի շատ հնարավորություններ կան խոսքի ազատության առումով, ավելի հասանելի են դարձել լրատվամիջոցները։ Դա ես լսել եմ այստեղ մարդկանցից եւ կարծես թե այդ գնահատականը ճիշտ է։ Բաքվում լինելով դուք հայտարարել եք, եթե իհարկե մամուլի հարթագրությունները ճիշտ են, որ Միացյալ Նահանգներն իրենց մտահոգություն են հայտնում Ղարաբաղյան պատերազմի պատճառով տեղահանված ադրբեջանցիների իրավունքների խախտման կապակցությամբ։ Ձեզ հայտնի է, որ նույն պատերազմի պատճառով տեղահանվել են հայեր Բաքվից, Գենջայից, Շահումյանի շրջանից, այլ տեղերից, եւ արդյոք նույն մտահոգությունը դուք կարող եք հայտնել նաեւ Երևանում։ Absolutely. We are Այո, մենք մտահոգված ենք եւ հայերի եւ ադրբեջանցիների համար, ովքեր տուժել են այդ տեղի ունեցող բռնությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում եւ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ աշխատել այս հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ իրենց բնականոն կյանքին եւ մենք շարունակում ենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները Մինսկի խմբի շրջանակներում մենք ներգրաված ենք այս գործընթացում եւ ցանկանում ենք աշխատում ենք եւ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ այս հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ։ Վերջին հարցը դուրս գալով ընդհանրապես տարածաշրջանից ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը։ Մենք կարող ենք ասել, որ այսօրվա Լիբիայում, այսօրվա Իրաքում, այսօրվա Եգիպտոսում մարդու իրավունքները ավելի լավ են պաշտպանվում, քան Կադաֆի, Սադամի կամ Մուբարակի ժամանակ։ Libya, Tunisia, Egypt are Ներկայումս Լիբիայում, Թունիսում, Եգիպտոսում ժողովրդավարական գործընթացներ են ընթանում, ընտրություններ են տեղի ունենում եւ ընտրությունները կհանգեցնեն լայն հասարակական քննարկումների, որոնք կբերեն նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխության, այո, որոշակի լարվածություն, բռնություններ կային այս անցումային շրջանում, սակայն այս գործընթացները, այս զարգացումները ի վերջո կարող են ապահովել այն նախապայմանները, որոնք անհրաժեշտ են այս երկրների համար ավելի լավ ապագա ապահովելու համար։ Thank you very much for your time.
Well, thank you for this opportunity, and may I say that I'm delighted that A1 Plus is back on the air and getting its discussion shows and news analysis out to the Armenian public. Thank you. Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր ժողովրդավարության մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Միլյան։ Վերջում այն հատվածում, որը չի թարգմանվել, ամերիկացի դիվանագետը իր գոհնակությունն է հայտնում առ այն, որ Ամեկ+-ը եթերում է։ Չնայած ես կարծում եմ, որ դա խնդրի սկզբունքային լուծում չէ։ Սկզբունքային լուծումը կլինի այն ժամանակ, երբ քաղաքական իշխանությունը չի որոշի, թե ով պետք է լինի եթերում եւ ով չպիտի լինի։ Իսկ դրա համար պետք է անցկացվեն նորմալ մրցույթներ եւ արտոնագրերը եթերի տրվեն ոչ քաղաքական դրդապատճառով։ Կարծում եմ, որ դա հասկանում են նաեւ ամերիկացիները։ Մենք կհանդիպենք վաղը։